Հերթական նստաշրջանի աշխատանքներն է սկսել ազգային ժողովը, օրը սկսվեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի դատապարտող հարցադրմամբ, Ալեն Սիմոնյանին է հարցն ուղղում, քուրդը ազգություն է թե վիրավորանք, որ հնչել է Տիգրան Ավինյանի շուրթերից։ Այս օրերին Հայաստանում մեր քուրդ եղբայրները եւ քույրերը նշում են իրենց ամենամեծ տոներից մեկը Գառնան տոնը առիթից օգտվելով ուզում շնորհավորեմ նրանց բոլորին, հավարım կնյազ Նևրուզ Փիրոզբե։ Պարոն Սիմոնյան, օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ եւ որպես ազգային ժողովի նախագահ, որը նաեւ ղեկավարում է մի խորհրդարան, որտեղ քուրդ եզդի ասորի համայնքներ ունեն ներկայացուցիչ, ակնկալում եմ, որ ձեր կողմից դիրքորոշում կլինի առնվազն դատապարտող կարճ արտահայտություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, դուք էլ լավ գիտեք, որ մեր խոսակցականի մեջ հաճախ արտահայտություններ կան, որոնք հենց ուղիղ իմաստով չեն գործածվում, այսինքն մենք ասում ենք մի բան, որը որ ասացվածք է, բայց ամենևին նպատակ չունենք որևիցե մեկին վիրավորելու, տարանջատելու կամ որևիցե կոնկրետ ազգ կամ կոնկրետ երևույթ։ Փոքրի շատ է ինտրիգային սկիզբն ապահովված է, ազգային ժողովը շարունակում է օրակարգային հարցերի քննարկումը։ Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, նպատակ ունենալով լավարկել ոլորտը։ Առաջարկվում է օրենքով սահմանել պահնորդական ծառայությունների տեսակները, լրացնել տեսահսկման, ինչպես նաև ազանգման համակարգի միջոցով պահպանության եւ արագ արձագանքման ծառայություններով, լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի եւ կամ թիկնապայի հետ կնքված աշխատանքային պայմանագիր։ Սահմանել մասնավոր պահնորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն։ Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին։ Հայաստանում գրանցված է շուրջ 200 պահնորդական կազմակերպություն, սակայն դրանցից միայն 20-ից 30-ն են իրականում գործունեություն ծավալում։ Տպավորություն է, որ որոշ կազմակերպություններ ստեղծվում են զուտ անձնական շահերի սպասարկման համար, օրինակ պահնորդ գրանցելու եւ նրան զենք տրամադրելու նպատակով, ասում է փոխնախարարը։ Սպասվում են նաեւ խստացումներ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացնում է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին ու վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, ընդ որում բոլոր սուբյեկտների համամասնական եւ փոխգործելի ներգրավվածությամբ։ Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները, այդպիսով ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային, տեղային օբյեկտային մակարդակներ։ Նոր կարգավորումներ են սպասվում անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում։ Վերահսկողությունն այլևս վերապահվել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն որևէ այլ կարգավորում, այդ թվում վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընդհանցակարգի վերաբերյալ դեռևս չի սահմանվել։ Սույնով նախատեսվում է հստակեցնել վերահսկողության կարգը։ Վերահսկողությունը իրականացնելու է նոր գործիքի դիտարկումների միջոցով, որոնք լինելու են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված եւ ըստ անհրաժեշտության։ Ըստ անհրաժեշտության դիտարկումներն իրականացնելու հիմք են լինելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները, ֆիզիկական անձի կամ ներօրինական ներկայացուցիչի դիմումը, ում ֆունկցիոնալությունը գնահատվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հաղորդումները եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը։ Հայաստանի Հանրապետության շուրջ 494,000 կենսաթոշակառուների թոշակները խիստ ցածր են։ Հայաստան խմբակցությունը ներկայացնում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Բնականաբար ամենակարևոր նպատակը, որպեսզի մեր կենսաթոշակառուները բոլոր կատեգորիայի կենսաթոշակառուները նվազագույնը երաշխավորված ունենան օրենքով, որ իրենց ստացվող կենսաթոշակը չի կարող ավելի պակաս լինել, քան այն նվազագույն կարիքներից, որոնք ծախսում են սննդամթերքի վրա, իսկ միջին կենսաթոշակի դեպքում նաև այլ
կարիքների, ինչպիսին օրինակ բնակարանի վարձն է եւ այլն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը հստակեցնում է, քննարկվող հանձնառությունների հիմքում պետության սոցիալ-տնտեսական իրավիճակն է եւ նպատակահարմար չէ օրենքով սահմանել այն։ Հնգամյա ռազմավարական ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։